ինչքան էլ ես ատեմ, սիրեմ, ասում եմ, Բագրատ Սրբազանին կանչել ենք, մեր տուն, նստանք, կերանք, խմենք, ընթրիքի, ընտանեկան ընթրիք ա եղել, էլի, հասկանում ես, Ռուզիկ, հիմա Ռուզիկ, ասենք ես որ գամ ձեր տուն, չէ, այդպես չէ, դու ինձ ձեր տուն, Անչի մի անգամ ընթրիքի չես հրավիրում, աղջի, չէ, հետաքրքիր է, ես քեզ այդքան սիրեմ, պաշտեմ, մեծարեմ, սարքեմ այտենց մեգազմես դայ, յուդաշկինից հայտի մարդ ես տառը, կլարա ցետկինին այդքան մարդ չի ճանաչում, ինչքան քեզ աղջի, բայց դու մի անգամ չասեցիր Վարդան Ղուկասյանին հրավիրում եմ մեր տուն ընթրիքի, խի, հիմա կամ ասենք թե լավ Վարդան Ղուկասյանն եկավ ձեր տուն ընթրիքի, Վարդան Ղուկասյանը ինչ ստի խոսանք, это քո կոսմետիկա, это քո բիժու, քո ոսկեղեն, քո պրկներ, քո ունքեր, քո это դոշեր, քո պլաստիկա, это դες բաների չպիտի խոսանք, մենք չպիտի խոսանք ոչ մի բառ քաղաքականությունից դուր, այն նույնն է խոսացել են ընկեր Բագրատն ու ընկեր Գագոն, նստել են ու խոսացել են, կրոն, աստված, ինչից կենթանիներ, որս, էտա տենց սիրուն տուն ու վերջ, Գագոյիս այդ խոսակցությունը այդքանով սամանափակվել է, չէ Գագո, ես հավատում եմ Գագոյին, ասա, խոսա այդ տղավ, Գագո խոսա, ես հավատում եմ, հիմա, բայց Գագո, ալի միած, մոտիկ ալի, այսպես, Գագո, դու, Գագո, ինչ ելնի, բայց Գագոն, աբავს, գետը հարսանիք 150,000 դրամ կտանի, բա հիմա Գագոյի փոխարեն ոնց չասեմ ես, Սուրեն Պապիկյան աշկերդ բռնի, այդ պիստոլետը, այդ դոլարնիքը, այդ պատրոնները, ոսկե պիստոլետս Գագոյի կողես կնգա դլոյի մեջ, ունդ է իրականացնեց հրաձգարան, դեմպ, ոսկե պատրոն, դլոյի մեջ, որևիցե մեկը զգացել ա, կամ ոսկե ստվոլ, Ռուզիկ, մարդըտ պաշտպանության նախարար եղել, դու ոսկի ստվոլ կյանքիդ մեջ տեսել ես, սվա չէ, հավատում եմ, բայց Սուրեն Պապիկյանի կնիկը տեսել ա ոսկե ստվոլ, բայց ասում ա 150,000 դրամ, ես պատրաստ եմ այդ ոսկե ստվոլով պիստոլետը առնեմ 200,000 դրամով, Գագո, ինձ կտաս, գլուխ կախեց, ասենց, ասենք, դաժը վիրավորական է, որ այս բոզի տղեքին թվում է, թե հասարակության մեջ 99%-ը են անոյա, որ բորում է Նիկոլ, ասիկն այդ տիպի ժողովուրդ են մնացել, ու ինչ իդիացիզմ իրանք կարան ասեն, մենք պիտի հավատանք, այսենց բան է, կարծիք է ստեղծվել, հասկանում է, ասում է, բան 490 հոգի մարդ հայք է, մարդը 150,000 դրամ բերել է, վերջ, ոչ ավել, ոչ պակոս, ասում է հաչ, ես բոզի տղեն է, խծրեմ, 4 միլիոն, ուրեմն գումարած, յուրաքանչյուր փոխանցումներից, դե ցեմենտ են առնում, այս կամպանյան եւ այլն, յուրաքան լսում ես աղջի, տխավոր դատախազ, յուրաքանչյուր փոխանցումներից 3%-ը եւս վերցնում է իրան, գումարած որ իրան ամեն ամիս 2 միլիոն, 4 միլիոն փող է դուրս գրում, բայց բանվորներին առը, պլյուս 3% յուրաքանչյուր փոխանցումից, ուրեմն ինձ հետաքրքրեց ով է Հրազդան ցեմենտի հիմնական բաժնետերերը, ժամանակին Միքայել Բաղդասարով կար, Սատկավ, ժամանակին էդ էր, ուրեմն հիմնական բաժնետերն է, սեփականատերն է Վիտալիկ Ղարաբաղից, ինչպես Վիտալիկ, ոչ Վիտալի Բալասանյանը, Ռուսաստանը մա, եւ Հայ բիզնես բանկը, այսինքն Հայ բիզնես բանկն է, Հրազդան ցեմենտի սեփականատերը, գրավադրված այնտեղ, պլյուս Հայ բիզնես բանկի ղեկավարը, կրկնում եմ, այն որ ասում է գնդակ, գոլ, Հրազդան ցեմենտի, լսեք ինչ են արել բոզի տղեկը, Հրազդան ցեմենտի, զավոդի,
սեփականատերն է Հայ բիզնես բանկը, մեկ, մի մասը հայ բիզնես բանկը, մյուս մասը հայ բիզնես բանկի տնօրենն է, ով ազգանունը Արսեն Միքայելյան, իսկ հայ բիզնես բանկը պատկանում է Վիտալիկին, Ղարաբաղից։ Բանկի տնօրենն է Արսեն Միքայելյան։ Դիմիջալոց հայ բիզնես բանկը վերանվանվել է Ամիո, Պովիա, Ամիո, հայ բիզնես բանկը դարել է Ամիո։ Հրազդան ցեմենտը տվել են սրանց ձեռը, ասել են ծծրեք։ Ուրեմն դատալեքսով որ բացում նայում ենք, այս հայ բիզնես բանկ, Ամիո, ինչեր են արել հրազդան ցեմենտի գլխին, մենք տեսնում ենք, որ 110 միլիոն դոլարի պարտք եւս կախվել է հրազդան ցեմենտի վզին։ Բացի այն, որ հրազդան ցեմենտ ուներ, մի հատ էլ 110 միլիոն դոլարի պարտք, որտեղից։ Արսեն Միքայելյանը, լինելով բաժնետեր եւ ղեկավար, վերցրել են գործարանի բաժնետոմսերը, ապա առանձին գույքը եւ գրավադրվել հայ բիզնես բանկում, այսինքն մի հատ էլ տենց են վրցրել։ Իրենց գումարները կանխիկացրել են, ապա բանկը վաճառել, բանկն է դարել է Ամիո։ Կանխիկացված դոլարները փոխանցվել են Արցախ, ԱՊԿ ֆիրմային։ Դրա միջոցով էլ այդ ԱՊԿ ֆիրմայի միջոցով Արցախ կաթ դրան են փոխանցել գումարնի, Արցախ գազ, հեծեր, շենքեր եւ այլն։ Այսինքն հրազդան ցեմենտի տուն ու տեղը ծծրել են։ Հրազդան ցեմենտ նեմա։ Եվ ընկեր Նիկոլ Փաշինյանը, որը որ կոչված էր մթում պայքար նախկինների դեմ, կոռուպցիայի դեմ, կաշառակերության եւ այլն, եղած ոնց որ բանը Տաշիրը հեծերը վեկալավ բանկով գրավադրեց գմպցրեց, նույն ձևով հետարել է ուրեմն այս Վիտոն հրազդանի սեփականատերը, բերե կողել է հայ բիզնես բանկ, մի մասը բանկն է վերցրել, մի մասը վերցրել է բանկի կառավարիչը, հետո այդ վերցրած մասերը դրել նորից դրանով 110 միլիոն դոլար փող են վարկավորվել վերցրել, հայ բիզնես բանկը գմպցրել, սարքել Ամիո բանկ։ Դրանից հետո այդ 110 միլիոնը ուղղել են Արցախ, այնտեղ են լվացել, հիմա էլ որ գնացել են այս Արսեն Միքայելյան բոզի տղուն, իբր թե բռնել է, տնային կալանքա ազատ հետո հանել են հազատ բաֆրացել են, ասում են տղա ջան, ուրա 110 միլիոն դոլարն ուրա որ ղրգել ես Արցախ, ասում է այնտեղ հեծեր ենք սարքել, բնակարաններ եւ այլն, գնացեք Ադրբեջանից ուզեք։ Սա հարց սարքել են, չեն սարքել, ինչ են արել, հրազդան ցեմենտ մորմաշ։ Ես որ ասում եմ պետքա ամեն ինչը պետականացվի, ասում են Վարդան Ղուկասյանը ստալինիզմ է բերում, կոմունիզմ է բերում, ընկերներ ջան, ձեզ ուրիշ կառավարման մեթոդ գոյություն չունի, չկա, պրոստը գոյություն չունի, դուք անգամ մասնավոր ձեր կերպով չեք կարողանում կառավարել, դուք էտել եք գմփցնել, հրազդան ցեմենտ, աշխատող, ցեմենտ տվող, պարտկերով, մարտկերով, վեկալում են Խաչատուրովների դինաստիան, Խաչատուրովների դինաստիան կարում ակառավարիչի կարում 10 տարի մի կերպ էշը ցեխից հանեմ տրղռը եւ այլն, դնեմ գմփսնեմ եւ այլն, հիմա սնայքի կառավարիչ է նշանակել Սրբուի Գալյանի հիմնարկից, որը 7 ամիս է բանվոր դասակարգի աշխատավարձը չի տալիս, բայց իր աշխատավարձը 2-ից 4 միլիոն ամեն ամիս ստաբիլ դուրս է գրում ես բոզի ստղեն ու 7 ամիս է ժողովուրդ աշխատավարձ չես տալում այն դեպքում որ գումարները կա, բայց չի տալը։ Հիմա այս 450,000 աշխատող կար հրազդան ցեմենտում, մնացել է 450 հոգի։ Հիմա վաղը ընտրություններին են թուրքի բան գլխակը են մանդալին ծախողի կդնի գլխին բոզից տղեն ու կգնի քուչա, ինքը մեղավոր չի, ինքը խաբար չի։ Վայ, այդ ո՞վ է դες բան արել։ Ամիո բան, վայ, քրական գործ կա հարուցած, դատարան ուրա 110 միլիոն դոլարով Վաբշե գմփցրին հրազդան ցեմենտը քաշման գնախ։ Աշխատավարձը չեն տալում։